Հասնելով դաստակերտ սկզբում առաջարկեց մեզ ուղեկցել դպրոց, որպեսզի հասցնենք երեխաներին տեսնել մինչև դասերի ավարտը։ Տիմի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին է նաև խոսում համայնքապետի հետևյալ հանրային ելույթը։ Ցավալի է, որ չկարողացանք նրանց տեսնել։ Ես ուզում եմ գոնե մեր ներկայությամբ և խոսքով Ողջույն բոլորին, հուսով եմ լավ եք։ Սա քարավանի երկրորդ թողարկումն է, որը նվիրված է մի թեմայի, որն ինձ համար ոչ միայն կարևոր է, այլ նաև անձնական։ Մենք խոսելու ենք մոնոքաղաքների խոցելիության մասին։ Դրանք այն քաղաքներն են, որոնց ողջ կյանքը, տնտեսությունը եւ ապագան կախված են մեկ ձեռնարկությունից։ Եվ որպեսզի սա ուղղակի տեսական քննարկում չլինի, մենք կմեկնենք Հայաստանի ամենացավալի օրինակներից մեկը՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաք։ մեր ճանապարհը անցնում էր Սիսիանի կողքով եւ հետո Դոլորսի ջրամբարի մոտով, որին դեռ կանդրադառնա։ Դաստակերտը գտնվում է Սիսիանից 19 կիլոմետր հեռավորության եւ ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։ Դեռ 12-րդ դարում պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում էր այն որպես Տաթևի վանականների ամառանոց։ 1945 թվականին այստեղ հայտնաբերեցին պղինձ եւ մոլիբդեն, իսկ արդեն 1951-ին հիմնվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաճյուղ։ Փոքրիկ գյուղը վերածվեց քաղաքատիպ ավանի, որի բնակչությունը պաշտոնական տվյալներով հասավ մինչև 4000 մարդու, իսկ ոչ պաշտոնական տվյալներով 8-ից 10000-ի։ Կյանքը այստեղ սկսեց եռալ, մեկ նպատակի շուրջ՝ ծառայել կոմբինատին։ Սակայն այս վերելքը երկար չտևեց։ 1989 թվականին հիմնադրումից գրեթե 40 տարի անց գործարանը փակվեց, եւ այնինչ կյանք էր տվել քաղաքին, դարձավ նրա կորցրման պատճառ։ Առանց կոմբինատի Դաստակերտը կորցրեց իր գոյության իմաստը։ Հատկանշական է, որ գործարանի փակումը կապված չէր Խորհրդային Միության փլուզման հետ, այլ հանքաքարի պաշարների սպառման։ 8000-նոց քաղաքից մնացին հաշված ընտանիքներ, իսկ քաղաքը սկսեց դանդաղ քայքայվել։ Եվ վերջապես 2017 թվականին Դաստակերտը պաշտոնապես կորցրեց քաղաքի կարգավիճակը, դառնալով գյուղական բնակավայր Սիսիանի խոշորացված համայնքի կազմում։ Դաստակերտ հասնելու պես առաջին զգացումը, որը համակում է քեզ, հուսահատությունն է։ Հուսահատություն ամեն ինչի մեջ, քանդված շենքերի, քշված ապակիների ու այն սակավաթիվ մարդկանց հայացքների մեջ, որոնց հանդիպեցինք։ Ամբողջ ընթացքում մենք հանդիպեցինք ընդամենը 5 մարդու։ Նրանցից ոչ ոք չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ։ Երբ ասացի, որ գուցե նկարանումը կօգնի, ու իրենց ձայնը լսելի դառնա, պատասխանը շատ դառն էր։ Բոլորն էլ ամեն ինչ լավ գիտեն։ Այս խոսքերում մի ամբողջ քաղաքի հավատի կորուստն էր։ Այստեղ գալու ճանապարհին մենք մեքենա նստեցինք Սիսիանի դպրոցի Ծախլակյան գյուղ վերադարձող մի պապանում։ Նա ասաց, որ կուզի մեր հետ գալ Դաստակերտ եւ ցույց տալ քաղաքը։ Եվ ճանապարհին նա մի սարսափելի պատմություն պատմեց։ Պարզվում է, գրեթե 40 տարի առաջ փակված հանքավայրը մինչև հիմա շարունակում է վնասել այստեղի բնակիչներին եւ հարակից գյուղերին։ Անձրևների ժամանակ Պոչամբարի թունավոր թափոնները լսվում են Տոլորսի ջրամբար ու թունավորում ձկներին ու ողջ կենսոլորտը։ Հանքը փակված է, բայց նրա թույնը դեռ շարունակում է հոսել այս հողի երակներով, ինչը հետևանք է հանքարդյունաբերողների անպատասխանատու վերաբերմունքի։ Հասնելով Դաստակերտ սկզբում առաջարկեց մեզ ուղեկցել դպրոց, որպեսզի հասցնենք երեխաներին տեսնել մինչև դասերի ավարտը։ Բայց ցավոք մենք չհասցրինք։ Հսկայական շենքում մեզ դիմավորեցին միայն տնօրենն ու պահակը։ Այն ինչ տեսանք ներսում, այս պատմության առանձին սարսափելի մի գլուխ է։ Ես ուղղակի այս պահին կլռեմ, որ դուք ինքներդ պատկերացնեք, թե ինչ են զգում երեխաները այնտեղ։
Տանուայնի խոսքերով դպրոցում սովորում են ընդամենը 6 աշակերտ, 6 երեխա այս սառ քրքրված պատերի ներսում, որոնք ավելի շատ սարսափ ֆիլմի դեկորացիա են հիշեցնում։ Ես փորձում էի պատկերացնել այդ երեխաներին այս պայմաններում ու մտածում էի, ինչպես կարելի է այստեղ սովորել, մտածել ապագայի մասին, երբ ներկան ինքնին խոսում է անտարբերության լեզվով։ Ցավալի է, որ չկարողացանք նրանց տեսնել։ Ես ուզում եմ գոնե մեր ներկայությամբ եւ խոսքով նրանց մի փոքր ոգևորել, եթե իհարկե դա հնարավոր է։ Բնակիչների հուսահատությունը, որոնք այլևս ոչինչի չեն հավատում, թունավորված հողը եւ դպրոցը, որը դատավճռենում է։ Երբ տեսնում ես այս ամենը, գլխումդ մի հարց է ծագում. ով պետք է սրա համար պատասխանատվություն կրեր։ Որտեղ է որոշումներ կայացնող այն կենտրոնը, որը պետք է մտածեր ապագայի մասին, բայց չարեց այնինչ պարտավոր էր։ Ես հիմա նստած եմ շատ խորհրդանշական վայրում։ Սա Դաստակերտի քաղաքապետարանի շենքն է, կամ այնինչ մնացել է դրանից։ Ցանկացած քաղաքի քաղաքապետարանը նրա ուղեղն է, այն կենտրոնը, որտեղ պետք է կայացնեն որոշումներ, որտեղ պետք է պլանավորվեր քաղաքի ապագան, տասնյակ տարիներ առաջ։ Բայց Դաստակերտի ողբերգությունը այն է, որ նրա ապագան պլանավորում է ոչ թե այստեղ, այլ կոմբինատի տնօրենի աշխատասենյակում։ Ողջ քաղաքի ճակատագիրը, նրա զարգացման տեսլականը հանձնված էր մեծ ձեռնարկությանը։ Եվ երբ կոմբինատը կանգ առավ, այս ուղեղը ուղղակի մեռավ, որովհետև այլընտրանքային ծրագիր, պլան B գոյություն չուներ։ Քաղաք, որի կառավարումը պատվիրակված էր գործարանին, մնաց առանց կառավարման, առանց ապագայի։ Եվ սա ինձ ստիպում է շատ դաժան հարց տալ իմ հարազատ Քաջյանի մասին։ Իսկ ով է պլանավորում մեր ապագան։ Որտեղ է գրվում մեր համայնքի զարգացման ծրագիրը։ Մեր քաղաքապետարանում, թե ԶՊՄԿ-ի տնօրենի աշխատասենյակում։ Դաստակերտում իմ վերջին հարցը պատահական չէ։ Հաղորդման երկրորդ մասում ես կփորձեմ զուգահեռներ անցկացնել Քաջյանի եւ Դաստակերտի միջեւ։ Իսկ մինչ այդ դիտեք իմ կողմից պատրաստած սոցիալական գովազդ, որը կարծում եմ շատ արդիական է։ Ամեն օր մենք հոգ ենք տանում ինքներս մեզ, մեր առողջության եւ մեր ընտանիքի մասին։ Բայց երբ ենք վերջին անգամ անկեղծորեն մտածել այն միջավայրի մասին, որը այդ ամենի հիմնաքարն է, այն հողի մասին, որի վրա ապրում ենք եւ որը թողելու ենք մեր երեխաներին։ Իմ համար այդ հարցերը ծագում են ամեն առավոտ, եւ այսօր ուզում եմ կիսել ձեր հետ իմ պատմությամբ։ Իմ առավոտները սկսվում են վազքով, դա ինձ թարմացնում է ու ուժ տալիս նոր օրվա համար։ Ճանապարհս տանում է դեպի Գենադի աղբյուրը, մի տեղ, որ շատերի համար ծանոթ է։ Բայց հաճախ այնտեղ մարզելու ընթացքում տեսնում եմ մարդկանց թողած անտարբերության հետքերը, աղբի կուտակները։ Սա առաջի անգամ չէ, որ մաքրում եմ այդ տարածքը, բայց մի քանի շաբաթ անց ամեն ինչ կրկնվում է։ Կարելի է բարկանալ կամ անտեսել, բայց ես որոշեցի փոխել իրականությունը։ Այս անգամ մենք ոչ միայն մաքրեցինք տարածքը, այլև տեղադրեցինք փոքր պաստառներ, որպես հիշեցում ու հուշառություն, չախտոտել մեր հողը, որովհետև սա պարզապես աղբ չէ, սա մեր վերաբերմունքն է մեր տան հանդեպ։ Այս վերաբերմունքը տեսնում են նաև մեր երեխաները, ինչ օրինակ ենք թողնում նրանց, ապրել աղբի մեջ, թե սովորեցնել պահպանել գեղեցկությունը։ Այս հարցի պատասխանը կերտում է մեր ապագան։ Սա միայն այս տարածքի մասին չէ, սա մեր բակի, փողոցի, քաղաքի ու երկրի մասին է։ Այսպիսով, եկեք յուրաքանչյուրս ստանձնենք պատասխանատվություն մեր ընդհանուր տան եւ մեր երեխաների ապագայի համար։ Եկեք մեր երեխաներին թողնենք ոչ թե աղբի մեջ կորած, այլ մաքուր եւ կանաչ հայրենիք։ Եվ այսպես, փորձելով զուգահեռներ անցկացնել Քաջարանի եւ Դաստակերտի միջև, առաջին հայացքից կթվա, թե նրանց մեջ մեծ անդունդ կա։ Մեկը քաղաքուլվական, իսկ մյուսը Հայաստանի ամենահարուստ քաղաքներից մեկը։ Դաստակերտում ընդամենը 6 աշակերտ
իսկ Քաջանում 2 դպրոց եւ գրեթե 1000 աշակերտ, այնտեղ լքված շենքեր, այստեղ վերանորոգված շենքեր եւ բարեկարգված փողոցներ։ Բայց եթե ավելի խորը նայենք, կտեսնենք նույն գենետիկ կոդը, որը միավորում է այս երկու առաջին հայացքից իրարից տարբերվող իրավիճակներ։ Երկու բնակավայրերն էլ մինչև քաղաք դառնալը ունեցել են իրենց պատմությունը որպես գյուղեր, իսկ քաղաքի կարգավիճակ են ստացել, երբ սկսվել է շահագործվել իրենց հարակի ցանքը։ Նրանք ստեղծվել են մեկ նպատակով՝ սպասարկելու հանքարդյունաբերությանը։ Այս երկու քաղաքների գենետիկ կոդը ունի պարզ բանաձև՝ մեկ քաղաք, մեկ ձեռնարկություն։ Եվ հենց այս բանաձևն է, որ իր մեջ թաքցնում է Քաջանի ամենամեծ գոյաբանական ռիսկը։ Քաջանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոչ միայն քաղաքի հիմնական գործատուն է, այլև նրա սոցիալական, մշակութային եւ նույնիսկ քաղաքական կյանքի առանցքը։ Կոմբինատի շնորհիվ Քաջանում միջին աշխատավարձը անհամեմատ բարձր է հանրապետական միջինից։ Կոմբինատն է հովանավորում տոններ, վերանորոգում դպրոցներն ու մանկապարտեզները, լուծում բազմաթիվ կենցաղային խնդիրներ։ Սա մի իրավիճակ է, երբ քաղաքի ողջ սոցիալ-տնտեսական կառույցը հենված է մեկ հիմքի վրա։ Այո, այսօր այդ հիմքը ամուր է եւ ապահովում է բարձր կենսամակարդակ, բայց ես պատական չեմ այցելել դաստակերտ եւ առաջին մասում ձեզ ներկայացրել նրա վախճանը։ Դա մեր համար պետք է լինի նախազգուշացում։ Քաջարանը այսօր ունի այն, ինչ չուներ դաստակերտը՝ ժամանակ եւ ռեսուրսներ կանխելու նման սցենարը։ Գործող կոմբինատի տված հնարավորությունները պետք է օգտագործվեն ոչ միայն ներկա բարեկեցությունը վայելելու, այլև ապագայի կայուն եւ բազմազան տնտեսության հիմքերը դնելու համար։ Եվ իմ կարծիքով մենք օր առաջ պետք է սկսենք մշակել եւ դնել այնպիսի զարգացման ծրագիր, որը մեզ թույլ կտա ժամանակի ընթացքում նվազեցնել կախվածությունը կոմբինատից։ Մենք փորձել ենք ինքներս կազմել նման մի ծրագիր, որը բաղկացած է 8 կետից։ Ահա, թե որոնք են այն 8 կոնկրետ ուղղությունները, որոնք Քաջարանը պետք է զարգացնի։ Առաջինը եւ ամենակարևորը փոքր բիզնեսի եւ արհեստների աջակցությունն է։ Դա տնտեսության դիվերսիֆիկացման հիմնաքարն է, որը թույլ կտա օգտագործել քաղաքացիների ինժեներական եւ տեխնիկական ներուժը։ Երկրորդը տեղական, տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումն է։ Տեխնոլոգիաները աշխարհագրական կախվածություն չունեն, եւ դա լավագույն միջոցն է կանխելու երիտասարդների արտահոսքը, ապահովելով բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Երրորդ ուղղությունը շրջակա գյուղական համայնքների ներուժ օգտագործելն է։ Գյուղատնտեսական եւ վերամշակման ծրագրեր, օրգանական մթերք, ջրեր, մեղր, դրանք բարձրարժեք ապրանքներ են։ Չորրորդ Քաջանի բնական գեղեցկությունը օգտագործելը, էկո եւ գյուղական туриզմի զարգացումը։ Սա նոր եկամուտի աղբյուր է մեր բնակիչների համար։ Հինգերորդ կանաչ էներգիայի զարգացում։ Արևային կայանները ոչ միայն կնվազեցնեն համայնքի ծախսերը, այլև նոր աշխատատեղեր կստեղծեն սպասարկման ոլորտում։ Վեցերորդ բնապահպանական ծրագրեր, որոնք կբարելավեն կյանքի որակը եւ կմեղմեն հանքի ռիսկերը։ 7-րդ ներդրում մարդկային կապիտալում, կրթական եւ մշակութային նախագծեր։ Ոչ ֆորմալ կրթությունը բնակիչներին կդարձնի ավելի մրցունակ։ Եվ վերջապես 8-րդը սոցիալական ծրագրերը, կապված աշխատողների վերապատրաստման հետ։ Այս ծրագիրը կազմելու եւ ձեզ ներկայացնելու համար ինձնից պահանջվել է մոտ մի շաբաթ։ Եվ ես վստահ եմ, նույնը կարող են անել մեր համայնքապետարանում։ Բացի կազմելուց եւ ներկայացնելուց, անհրաժեշտ է նաեւ դրանք կիրառել, ինչը ամենակարևորն է։ Ես ինքս իմ Citadel ՀԿ-ի միջոցով փորձելու եմ նշվածներից որոշ ծրագրեր իրականացնել, բայց բոլորիդ համար էլ ակնհայտ է, որ ամենաարդյունավետ տարբերակը կլիներ, եթե դրանք իրականացվեր համայնքապետարանի կողմից։ Բայց ցավոք սրտի դա չի արվում։ Մինչև անդրադառնամ մեր համայնքի զարգացման ծրագրերին, որոնք ես նույնպես նայել եմ, ուզում եմ կիսվել իմ կարծիքով, ինչու այս մոտեցումը չի կիրառվում։ Ըստ իս, մեր թիմում չկա քաղաքական կամք ընդունելու ԶՊՄԿ-ի հասած վնասները։ Դա հատկապես ակնհայտ դարձավ գործադուլի ժամանակ, երբ այդ 11 օրվա ընթացքում մեր բոլոր ավականիները ընդունեցին կառավարական դիրք եւ նույնիսկ հայտարարությամբ հանդես չեկան։ Էլ չեմ խոսում որևէ օժանդակության մասին։ Գործադուլին մասնակցել էր ընդամենը մի ավականի եւ ցավոք սրտի
նրան էլ մերպես ազատեցին աշխատանքից։ Միգուցե անձնական հանդիպումներում մեր թիմ անդամները որոշ չափով այդ հարցերը ու խնդիրները բարձրաձայնում են, բայց դա չի տալիս այն արդյունքը, որը ես ակնկալում եմ։ Չնայած մի անգամ նաև հանրային խոսվեց փոշու խնդրի վերաբերյալ, դա 2024 թվականի դեկտեմբերն էր, երբ հանրային լսմանը, որը վերաբերվում էր քաղաքի մեջ փոշու մեծ քանակի առկայությանը, համայնքապետը բարձրաձայնեց այդ խնդիրը եւ դժգոհեց ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալին, ով եկել էր տնօրենի փոխարեն, չնայած մարդիկ ակնկալում են հենց տնօրենի ներկայությունը։ Բայց հենց այդ նույն լսման ժամանակ ես ուղղակի ապշեցի եւ դեմ արտահայտվեցի համայնքապետի այն մտքին, որ միգուցե ճիշտ կլինի քաղաքը տեղափոխել։ Մենք քաջանցիներս այդ զրույցները երկար տարիներ է ինչ լսում ենք, բայց երբ նման միտք արտահայտում է համայնքապետը, դա ուղղակի ահազանգ է։ Այսինքն մենք այսօր անհրաժեշտ մակարդակում չենք կարող պահանջել ԶՊՄԿ-ից բարեխիղճ եւ պատասխանատու գործունեություն եւ մեզ որպես համայնքի առաջարկում են լքել մեր պապենական հողը։ Դա ինձ համար անընդունելի է եւ իմ բոլոր ջանքերը, որոնք հիմա իրականացնում եմ, ուղղված են հենց այդ գաղափարի դեմ։ Թիմի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին է նաեւ խոսում համայնքապետի հետեւյալ հանրային ելույթը։ Բայց այն ինչ որ հիմա որ խոսում ենք, վայ կոմբինատն էկոլոգիայա, վայ սենց արեց, նենց արեց, մի քիչ շատ անգույն է խտասում։ Դե չէ։ Մենք ստեղ ապրում ենք։ Մենք ստեղ ենք ապրում։ Ծնված եք մեծացել ստեղ։ Հիմա նա դեռ ձեզ հարցնա։ Դուք չեք ուզի, որ նման կոմբինատ, չգիտեմ դուք Երևան եք ապրում, որտեղ եք ապրում, չեք ուզի նման կոմբինատ, ես օրինակ չեմ կոմբինատի, ես կուզենայի նման կոմբինատ բոլոր համայնքներում։ Մշտապես ապրելով Քաջանում եւ ուղակի անտեսել հետեւյալ խնդիրները, պարզապես հաստատում է իմ ասածները քաղաքական կամքի բացակայության մասին։ Ես թույլ չեմ տալիս ինձ քննարկել այլ վարկածներ, քանի որ դրա համար չունեմ բավարար հիմքեր։ Վերջում, ինչպես որ խոստացել էի, ուզում եմ ձեզ ներկայացնել մեր համայնքի զարգացման ծրագրերը։ Նախ ներկայացնեմ 5-ամյա զարգացման ծրագիրը, որը թվում է թե ընդգրկում է գրեթե ամեն ինչ, բայց եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ այնտեղ նշված չեն հստակ քայլերն ու ժամկետները։ Ուստի 27 թվականին անհնար կլինի գնահատել ծրագիրը իրականացվել է, թե մնացել է թղթի վրա։ Գտա նաև երկու բնապահպանական ծրագիր։ Առաջին ծրագրի առաջին հատվածը վերաբերվում է Գեղի գետի Գեղանուշ վտակի հունի մաքրմանը, ինչը կնպաստի Գեղիում ոռոգման ջրի խնդրի լուծմանը։ Իսկ երկրորդ մասում նշված է համայնքի բժշկական կենտրոնի կարողությունների զարգացումը, որոշ տեխնիկայի ձեռքբերմամբ։ Երկրորդ բնապահպանական ծրագիրը նույնպես պարունակում է երկու հիմնախնդիր։ Առաջինը դա Տերյան 3 եւ 4 շենքերի բակային հատվածում պուրակների վերականգնումը, իսկ մյուսը նորից բժշկական կենտրոնի համար սարքավորումների գնելը։ Համայնքապետարանի կայքում մնացած ծրագրերը, որոնք ես գտել եմ, իսկ դրանք այդքան էլ շատ չեն, մեծամասամբ վերաբերվում են բարեկարգման աշխատանքներին։ Բացառություն է կազմում Թումոյի բոքսի բացումը, որը շատ կարևոր է մեր համայնքի համար։ Ես չեմ ասում, որ այս բարեկարգման ծրագրերը կարևոր չեն կամ պետք է անտեսել։ Իհարկե ոչ, ես ուղղակի ուզում եմ ձեզ ցույց տալ, որ հնարավոր է մշակել եւ իրականացնել այլընտրակային կայուն ծրագիր, որը ժամանակի ընթացքում կնվազեցնի մեր համայնքի կախվածությունը ԶՊՄԿ-ից, որովհետեւ ինչպես տեսակ դաստակերտի օրինակով ոչ մի հանքել հավերժ չի, եւ մենք պարտավոր ենք ապահովագրել մեզ եւ մեր երեխաներին։ Եվ վերջում կուզեմ տեղեկացնել քաջանցիներին, որ հոկտեմբերի 16-ին ժամը 12:00-ին Մշակույթի պալատում տեղի ունենալու Քաջանի պղինձ մոլիբդենային հանքավայրի վերագնահատման նպատակով Ողջի գետի ձախապնյա 26-28 թվականների նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների գործունեության վերաբերյալ հանրային քննարկում։ Բոլորիդ հրավիրում եմ մասնակցել, ոնց հասկանում եմ, դա վերաբերվում է Քաջանց գյուղի տարածքներին։ Իսկ ավելի հստակ կիմանամ այդ օրը։ Մենք տեղացիներիս համար գաղտնիք չի, որ գյուղը կոմբինատը վաղուց է ուզում կուլ տալ։ Իսկ հիմա հարց բոլոր քաջանցիներին, դուք պատրաստ եք լքել ձեր ծննդավայրը։ Կարող եք ձեր պատասխանները գրել մեկնաբանություններում։ Հուսով եմ այս հաղորդումը ձեզ դուր եկավ
Մի մոռացեք լայքել ու կիսվել եւ բաժանորդագրվեք, եթե դեռ չեք արել դա, որովհետեւ այս հաղորդաշարը լինելու է շարունակական։ Մինչ նոր հանդիպում։ Когда будет отравлена последняя река, погаснет солнце, мы поймем наверняка, что делали что-то не так. Все мы делали что-то не так. Когда будет отравлена последняя